FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 350 անգամ։ ԱՄՆ կոնգրեսականները դատապարտում են ադրբեջանական վայրագությունները։ Տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման գործում Հայաստանը կարևոր դեր ունի։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների մարտի 10-ից 17 ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 350 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի իրազեկային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։ Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել մարտի 13-ին եւ 14-ին, որի ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ, արձակելով մոտ 1200 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապազորամասերը զերծ են մնացել հակառակորդի հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն։ ԱՄՆ կոնգրեսի անդամները հաղորդագրություն են հրապարակել, որտեղ հիշատակում են 1988-ից 90 թվականներին Ադրբեջանի ազգայնականների ջարդերին զոհ գնացած հայերին։ Կոնգրեսի մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում Ֆրանկ Վուլֆը, Յուդի Չուն, Ադամ Շիֆը, Հովարդ Բերմանը, Բրեդ Շերմանը, Ռոբերտ Դոյլդը եւ Ջիմ Կոստան դատապարտել են ադրբեջանական վայրագությունները եւ վերահաստատել, որ մարդկության դեմ գործած ոճիրները չպետք է շարունակեն չճանաչված մնալ։ Կոնգրեսի անդամներն իրենց անհանգստությունն են արտահայտել, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական սպառազինություն եւ պատերազմով սպառնում, ինչը քայքայում է տարածաշրջանային կայունությունը եւ վտանգում միջազգային ջանքերը ուղղված ադրբեջանահայկական հակամարտության լուծում գտնելուն։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրոնական երանգավորում տալն անընդունելի է, այս մասին իրանական ԻՌԱՍ լրատվական գործակալության հաղորդմամբ Ռեգնումին տված հարցազրույցում նշել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղիյանը։ Այն հարցին, թե Իրանն ինչպես է վերաբերվում իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը կրոնական երանգավորում տալու փաստին, դեսպան Սաղիյանը պատասխանել է. նմանօրինակ քայլերն անընդունելի են, Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի համարել որպես կրոնական եւ այդ դիրքորոշումը չի փոխվել։ Իրանի դեսպանն անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին նախ նշել է, որ երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, այնուհետև հավելել է, որ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովման գործում Հայաստանը կարևոր դեր ունի։ Հայաստանի Հանրապետության դեսպան Վիգեն Չիտեչյանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արե Սումելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ տեղի է ունեցել մարտի 16-ին Ֆրանսիայում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները եւ առաջնահերթությունները։ Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրությունն արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրի միջև կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար եւ այդ կապակցությամբ պատրաստակամություն է հայտնել երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը եւ խորացմանը, հատկապես օգնություն համաշխարհային կինոներին ծրագրի շրջանակում։ Հանդիպման արդյունքում ստորագրվել է կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կինոկենտրոնների միջև։ Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի մի միսիոների օրագիր է գտնվել իր թորանձեղնահարկում, ըստ Ասբարեսի այս մասին հայտնել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը Գլենդելի հանրային գրադարանում կայացած քննարկման ժամանակ։ Նրա խոսքով օրագիրը շուտով կբերվի Հայաստան եւ կպահվի Հայոց ցեղասպանության թանգարանում։ Հայկ Դեմոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել 2015 թվականին ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։ Նշված հանդիպման ընթացքում Դեմոյանն անդրադարձել թանգարանի Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին հրապարակումներին, որոնք ընդգրկում են վերապրած անձանց հուշերը, ականատեսների հաշվետվությունները, հազվագյուտ աղբյուրների վերահրապարակված հրատարակությունները, նոր բացահայտված փաստաթղթերի ժողովածուները, ինչպես նաև 1909 թվականին Կիլիկիայի կոտորածների մասին աշխատություններ։ Թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունը ոչ միայն մարդկության դեմ գործած ցեղասպանություն է, այլև մշակութային ցեղասպանություն, որը սակայն չի կոտրել գիրք սիրող ազգի ոգին, ասել է Հայկ Դեմոյանը։
Ավելի քան 20 մարդ ձերբակալվել է Մոսկվայի հեղափոխության հրապարակում, լուրը հաստատել են ներքին գործերի նախարարությունում։ Իտարտասի հաղորդմամբ ավելի քան 20 քաղաքացի հեղափոխության հրապարակում փորձում էր իշխանությունների հետ չհամաձայնեցված հանրահավաք կազմակերպել։ Խախտում թույլ տալու պատճառով Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները նրանց անմիջապես ձերբակալել են եւ տեղափոխել բաժին քրեական պատասխանատվության ենթարկելու, ասել է ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության ներկայացուցիչը։ Ըստ Իտարտասի ձերբակալվածների թվում է նաեւ ի պաշտպանություն Խիմկինյան անտառի առաջնորդ Եվգենի Չիրիկովը։ Իրանը միջուկային զենք ստանալու դեպքում կարող է որոշել օգտագործել այն, ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, նման հայտարարություն է արել Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այոլոնը։ Իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակի դեպքում Իրանը կարող է դիմել այդ զենքի օգտագործմանը, ասել է նա Բուենոս Այրես կատարած իր այցի ժամանակ։ Մենք ամեն բան կանենք մեր քաղաքացիներին եւ աշխարհում մեր շահերը պաշտպանելու համար եւ թույլ չենք տա Իրանին գործողությունների դիմել, նշել է նա։ Իսրայելը եւ արևմտյան պետությունները ենթադրում են, որ Թեհրանը փորձում է միջուկային զենք ստեղծել, սակայն Իրանի իշխանությունները պնդում են, որ իրենց միջուկային ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում։ Մարտի 17-ին առավոտյան 2 ականապատ մեքենա է պայթվել Դամասկոսում, ինչպես հաղորդում է սիրիական Չամփրեսնետը։ Դամասկոսի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով ըստ նախնական տվյալների զոհերի թիվը կազմում է ավելի քան 27 եւ վիրավորներին 100 մարդ։ Սիրիայի տարածքում չեն դադարում ահաբեկչական գործողությունները։ Ավելի վաղ Հալեպում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 28 եւ վիրավորվել 235 անվտանգության աշխատակից եւ խաղաղ բնակիչ։ Հայաստանի Հանրապետության տարածքում միջպետական ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Փակեն-Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզում Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում Մադինա գյուղի, Արագածոտնի մարզում Արագածի տարածաշրջանի Ճարճակիս եւ Վարդաբլուր, Ապարանի տարածաշրջանի գյուղերի, Շիրակի մարզում Ամասիայի եւ Աշոտսկի տարածաշրջանի գյուղերի ավտոճանապարհները։ Դժվար անցանելի են Գեղարքունիքի մարզում Մաքենի Սախպրաձոր գյուղերի ավտոճանապարհները։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ վերոնիշալ ճանապարհներով երթևեկելուց, կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Իսկ Վրաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Վրաստանի տարածքում տեղումները դեռ շարունակվում են, առկա է ձնահյուսի վտանգ, ինչպես նաեւ վատ տեսանելիություն։ Նույն ճանապարհի Պասանաուրի, Գուդուարի Պոստա եւ Կոբիլարսի հատվածներում առայձյան պատճառով երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների եւ 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար։ Այլ մեքենաների համար Պասանաուրի Մլեթա հատվածում երթևեկությունը բաց է, Մլեթա Գուդուարի Պոստա եւ Կոբիլարսի հատվածներում թույլատրելի է հակատեղապտտման շղթաներ օգտագործելու պարագայում։ Երթևեկության նշված կարգը կլինի բարեկային ոստիկանության անմիջական հսկողության եւ համակարգման ներքո։ Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է։ Հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 389 դրամով, եվրոն 508-ով, իսկ օդի ջերմաստիճանն այս պահին +4 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, ընտրելով Arm Radio FM 107։ Այսքան օրվա լրահոսի համառոտ անդրադարձից, իսկ տեղեկատվական վերլուծական պատկերը կներկայացնի իմ գործընկեր Արտակ Մուրադյանը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալություն Ժիրայր, հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:10 FM 107-ի եթերում Arm Radio-ի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Բարև ձեզ։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու։ Կուսակցությունների ծրագրային դրույթները նույն հարթության մեջ են, տարբերություն չի նկատվում ոչ միայն կոալիցիոն ուժերի, այլ նաև ընդդիմադիրների հետ համեմատելիս։ 8 տարի է, ինչ առկախ է Դալմայի այգիների խնդիրը։ Ինչ նմանություն կա տարբեր երկրներում բռնկվող քաղաքացիական ցույցերի միջև։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր անցկացրեց իր 6-րդ համագումարը, որին ներկա էր Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդարանական մյուս ուժերի առաջնորդներ, ներկայացուցիչներ։ Օտարերկրյա պատվիրակներից համագումարին մասնակցում էին Եդինայա Ռոսիա կուսակցության ներկայացուցիչներ, Ուկրաինայի նախագահի խորհրդականը, Խորվաթիայի նախկին նախագահը։ Ներկա էին նաև Հայաստանում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Համագումարի օրակարգում մեկ հարց էր կապված կուսակցության նախընտրական ծրագրի հետ։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։
Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարին ողջունի խոսքով հանդես եկան Եդինայա Ռոսիա կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության քարտուղար Սերգեյ Նևերովը, Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Դեմյանկոն, Խորվաթիայի նախկին նախագահ Ստեփան Մեսիչը։ Նրանք կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը առանձնացրեցին միջկուսակցական հարաբերությունները։ Օտարերկրապատվիրակները նշեցին, որ Հայաստանի կուսակցությունների հետ համագործակցությունն առկա է եւ այն պետք է զարգացնել։ Ողջունի խոսքերից հետո ելույթով հանդես եկավ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով ներկայացրեց այն հիմնական դրույթները, որոնք ներառված են կուսակցության նախընտրական ծրագրում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շեշտը դրել է ավելի շատ տնտեսական հարցերի վրա։ Գագիկ Ծառուկյանը կարևոր համարեց Հայաստանում փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը, որը կարծես թե ստվերում է մնացել։ Եվ գոնակ մարդկանց խնդիրները հաշվի առնելով, պետությունը պետք է այդ խավին որոշակի հարկային եւ այլ առնություններ տա, աջակցի։ Այդ ճշմարտություն է, որ փոքր բիզնեսը այն միջավայրն է, որի սովետը այն է խոշոր գործարաններ։ Սա է կայացման ճանապարհը։ Փոքր միջին ձեռներության նաև երկու նպաստում է միջին խավի կայացման անչափ կարևոր գործընթացը։ Ուստի մեր նախընտրական ծրագրում ամրագրելով առաջիկա 5 տարիների անելիքները մենք հատուկ ուշադրություն ենք դարձել փոքր միջին ձեռներության զարգացման եւ դրա պետական նորարարության մեխանիզմին։ Գաղտնիք չէ, որ մեր երկրից գնացած շատ քաղաքացիներ կարողացել են այլ պետություններում հասնել լուրջ հաջողությունների, իրենց ուրույն տեղը զբաղեցնելով հասարակական քաղաքական կյանքում։ Հայաստանից գնալու հիմնական պատճառներից մեկը սոցիալական խնդիրն է, որի լուծումն էլ առաջնային է համարում Բարգավաճ Հայաստանը։ Ըստ Գագիկ Ծառուկյանի պետք է բարենպաստ եւ հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր տեղը գտնի նաեւ իր երկրում եւ ապագան չփնտրի այլ պետություններում։ Մեր երկրում այսօր լրջագույն խնդիր ստեղծել համապատասխան պայմաններ ընձեռնել հնարավորություն, որ աշխարհի մարդը չմտածի հեռանալու մասին, բարիք ստեղծի մեր երկրում եւ աշխարհը կարողանա պահել իր ընտանիքը։ Մեր երիտասարդներին ցանկական պետք է տեսնեն ու կառուցեն հայրենիքում։ Աշխատող մարդը չպետք է կարիքավոր լինի։ Եվ եթե մենք չենք կարողանում լուծել աշխատատեղերի զբաղվածության խնդիրը, ապա մենք անդադ ստիպված ենք լինելու պայքարել արկածության դեմ։ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը թողել է իր բացասական ազդեցությունը եւ լուրջ խոչընդոտ դարձել այդ խնդիրների լուծման ճանապարհին, սակայն եթե առաջիկայում դրան համակարգային լուծում չտրվի, ապա աղքատության մակարդակը կավելանա, արտագաղթի տոկոսն էլ կաճի։ Այ մարդը եթե աշխատանք ունենա, եթե կարողանա պահել իր ընտանիքը, նա երբեք չի լքիր։ Այո, տնտեսությունը անհրաժեշտ է լրջագույն ներդրումներ, դրսի կապիտալ, որպեսզի հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր, եւ նոր անչափ կարևոր է չխանգարեն աշխատող մարդուն եւ ստեղծեն անարգի խոչընդոտը։ Սա կբերի երկրի տեսական վիճակի բարելավման, ինչտեղ բնականաբար մարդուն կպահի իր հողի վրա իր հայրենիքում։ Հզոր պետություն զարգացածություն բարիքեցի կտանի։ Սա է մեր կարգախոսը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին անդրադարձավ Վարդան Օսկանյանն, ով հիմնական շեշտադրումը կատարեց Ղարաբաղյան խնդրի վրա։ Նա կարևորեց Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգայինորեն ճանաչման հարցը։ Որտեղ մենք ունենք Ղարաբաղի հարց, մենք հայերս բոլոր աշխարհում պետք է լինենք առավել միասնական, միավորենք մեր ջանքերը ի նվազք Հայաստանի մարտավարմանը։ Սիրելի հայրենիքներ, Լեռնային Ղարաբաղը ինքնորոշվել է։ Եթե այս 20 տարիների ընթացքում մենք մի բան դարձել ենք անշրջելի եւ միանշանակ, դա այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի գաղտնիք։ Կարծես թե կուսակցությունների ծրագրային գլխավոր դրույթները չեն տարբերվում միմյանցից։ Ընտրություններին մասնակցող քաղաքական գրեթե բոլոր ուժերը խոսում են արտագաղթի ծավալների կրճատման, տնտեսության զարգացման, միջին խավի համար բարեկեցիկ կյանքի ստեղծման մասին։ Քաղաքագետ Արմեն Աղայանի կարծիքով ըստ էության նորություն չկա, բնական է, որ կուսակցությունները երկրում առկա ակնառու խնդիրները պետք է իրենց ծրագրերում ներառեին։ Եթե ընդդիմության եւ իշխանության ծրագրերի միջև ընդհանրություններ կան, ապա զարմանալի չէ, որ կոալիցիոն ուժերի ծրագրերն էլ են նման, ասաց Արմեն Աղայանը։ Ակնհայտ է, որ խնդիրները ներկայացնելուց բացի շատ կարևոր է դրանց լուծման տարբերակները, որոնց մասին գրեթե չենք լսում։ Որպես կանոն կուսակցություններն ասում են, պետք է խնդիրը լուծենք, պետք է իրավիճակը բարելավենք, պետք է տնտեսությունը զարգացնենք եւ այլն։ Քարոզ Արշավին ներկայացնելու տեղն է նաեւ, չնայած ամբողջ ծավալով Քարոզ Արշավի ընթացքում հնարավոր չի դա ներկայացնել։ Սա ժողովրդավարության հասարակ հայտնի եւ շատ տարածված թերություն է, երբ որ մարդիկ, տեխնատուները այսպես փոքրիկ կարգախոսների շուրջ են փորձում մարդկանց ինչ որ ակնարկներով բան հասկացնել։
Քաղաքագետը կարծում է, որ որքան էլ կուսակցությունները խոսեն իրենց ծրագրերի մասին, միևնույն է ընտրողն այսօր քվեարկելիս դրանք հիմք չի ընդունում։ Ընտրողը պարզ է, որ ծրագրով չի կողմնորոշվելու, ընտրողը ծրագիրը չի կարդալու, ընտրողը կողմնորոշվելու է հիմնականում երկու բանով։ Քաղաքական իմաստով կողմնորոշվելու է անձերով, իսկ այլ իմաստով գայթակղվելու է, ասենք, կոնկրետ բարեգործությամբ։ Թերևս այս պարագայում անհրաժեշտ է կազմակերպել դեբատներ, որտեղ քաղաքական ուժերը կներկայացնեն հենց ծրագրային դրույթներն ինչպես կյանքի կոչելը, որի շուրջ քննարկումների ժամանակ էլ ընտրողները կկարողանան կողմնորոշվել։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ նման դեբատները մեզանում բացակայում են։ Աննա Գզիրյան, Արմրադիո։ Դալմայի այգիների հողատարածքների օտարման հարցը արդեն 8 տարի է շարունակում է արդիական մնալ թե քաղաքային իշխանությունների, թե այդ այգիները վարձակալության իրավունքով 20 տարուց ավելի մշակած ընտանիքների համար։ Իրենց խախտված իրավունքների մասին բարձրաձայնում են այգիների նախկին վարձակալները։ Ինչպես են հարցին արձագանքում Երևանի քաղաքապետարանում։ Երկու կողմերին լսել է իմ գործընկեր Զարուհի Մեջլումյանը։ Դալմայի այգիները ստեղծվել են դեռևս Ռուսա երկրորդի օրոք, դրա մասին են վկայում մեծ հասած արձանագրությունները։ Դալմա, դոլ, տոլ ասորերեն բառերի ձևափոխված տարբերակն է, որը նշանակում է խաղող։ Այգին ստեղծվել է խաղողի կորիզներից։ Պահպանվել է մոտ 500 տարեկան 6 կաղնի, մոտակայքում քարանձավ կա, որը ըստ ավանդության Անահիտ Աստվածուհու պաշտամունքատեղին է եղել եւ արհավիրքի ժամանակ պաշտպանել է Դալմայի այգիները։ Մինչ 2001 թվականը այգին հուշարձանի կարգավիճակ է ունեցել, որը զերծ է պահել 750 հեկտար տարածքը որևէ քաղաքաշինական միջամտության ենթարկելու հնարավորությունից։ Իսկ ըստ Երևանի քաղաքապետարանից ստացված տեղեկատվության 2004 թվականին հանրապետության նախագահը վավերացրել է կառավարության որոշումը Երևանի Դալմայի այգիների պահպանման եւ նպատակային փոփոխության ենթակա սահմանների մասին, որով նախատեսվում է այգու պահպանված 750 հեկտար գոտուց որպես կանաչապատ այգի թողնել 256-ը, այն վերածելով անտառային գոտու։ Նշված 256 հեկտար տարածքը հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության հող եւ կառուցապատման ենթակա չէ։ Կառավարությունը տարածքը ճանաչել է հանրային գերակաշահ։ Լսենք Դալմասոնա կազմակերպության նախագահ Ռուզաննա Ղազարյանին, ով այգիների 1800 հողօգտագործողներից մեկն է եղել։ 6000 տարվա պատմամշակութային հուշարձան Դալմայի այգիները 750 հեկտար դրել են զվարճանքի կենտրոնի տակ կառուցապատելու։ Մեզ թթվածին պետք չի, մեզ զվարճանքի Հայաստանում ամենախոշոր զվարճանքի կենտրոնն են ուզում կառուցեն այնտեղ։ Դալմայի այգիները օտարվել են տարբեր ընկերությունների քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու թույլտվությամբ, իսկ վարձակալական հիմունքներով տարածքը մշակողներից ոմանք որպես պայքարի արդյունավետ միջոց դիմել են դատականատյաններ պատշաճ փոխհատուցում չստանալու, խախտված իրավունքները վերականգնելու ակնկալիքով։ Նրանցից է նաև Տիգրան Սանասարյանը, ով վարչական դատարանում վիճարկում է Երևանի քաղաքապետի որոշումը իր ընտանիքի կողմից արդեն 20 տարի մշակվող հողամասը Ագրոսպասարկում Շահումյանի միավորում բաց բաժնետիրական ընկերությանը օտարելու մասով։ Տիգրան Սանասարյանը նշեց, որ բազմիցս է դիմել քաղաքապետարան, որպեսզի տարածքը իրեն օտարվի, սակայն միայն 2011 թվականին պատահաբար կադաստրից տեղեկանում է, որ այն ուղիղ վաճառքի ձևով օտարվել է վերենշված ընկերությանը։ Ընկերությունը կեղծ ցուցմունքներ է տվել, կեղծ ինֆորմացիա է տվել քաղաքապետարան, որ հողօգտագործողը ինքն է եւ որի արդյունքում հողը օտարվել է։ Բացի 20 տարվա վաղեմությունը, այստեղ քաղաքապետարանը զուտ պետք է այցելեր տարածք եւ տեսներ, որ հողօգտագործողը այլ անձնավորություն է, այլ մարդ է, իսկ իրենք են հողը ուրիշ ընկերության, որ այդ ընկերություն ընդհանրապես այդ տարածքում որևէ գործունեություն չի ծավալել, ընդհանրապես կապ չունի այդ տարածքի հետ։ Տիգրան Սանասարյանի շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Գևորգ Չակմիշյանը նշեց, որ ըստ օրենքի տարածքը օտարելիս նախ պիտի նախապատվությունը տրվեր 20 տարի հողը մշակողին։ Վերջին պատասխանը ասում է հարգելի պարոն Սանասարյան, դուք եթե ցանկություն ունենաք ձեռք բերել հողատարածքը, ապա բաց աճուրդին կարող եք մասնակցել, երբ եթե հաղթեք կդառնաք սեփականատեր։ Մինչդեռ 3 եւ ամիս կամ ավելի շուտ ժամանակով այդ հողատարածքը օտարվել էր իր պատկից հարևանին, ուղղակի վաճառքի ձևով։ Քաղաքապետարանը կատեգորիկ ձևով պնդում է, որ վարչական ակտը հողը օտարելու վերաբերյալ օրինական է։ Նույնն է պնդում նաեւ այդ ընկերությունը, բայց ամենամակերեսային ուսումնասիրության ժամանակ պարզվում է, որ խախտված են հողային օրենսգրքի եւ քաղաքացիական օրենսդրության պահանջները։ Պարզաբանում ստանալու նպատակով Արմրադիոն դիմեց Երևանի քաղաքապետարան, ստացված
պատասխանի համաձայն հայցվոր Տիգրան Սանասարյանի վարձակալության պայմանագիրը չի ենթարկվել նոտարական վավերացման եւ պետական գրանցման, ինչը նախատեսված էր օրենսդրությամբ։ Ելնելով նշված հանգամանքից Երևանի քաղաքապետի որոշումը իրավաչափ է եւ հայցապահանջը ամբողջովին անհիմն է, գրված է քաղաքապետարանի պարզաբանման մեջ։ Մինչդեռ հողօգտագործող Սանասարյանը նշում է. Չնայած վարձակալական պայմանագրերի ժամկետը 2006 թվականին ավարտվել են, սակայն գործող օրենսդրությամբ, եթե վարձակալական պայմանագիրը վարձատուն չի վիճարկում եւ տեղյակ չի պահում վարձակալին, որպեսզի ազատի տարածքը, ապա այդ վարձակալության ժամկետը անորոշ ժամկետով համարվում է վերականգնված նույն պայմաններով։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը դեռևս տարեսկզբին հանդիպել էր Դալմայի այգիների նախկին հողօգտագործողների հետ, վստահեցնելով, որ քաղաքապետարանը հանդես գալով հարցի լուծման բարոյական տեսանկյունից իր լիազորությունների սահմանում կձեռնարկի համապատասխան միջոցներ փոխհատուցում չստացած քաղաքացիների հարցը լուծելու նպատակով։ Զարուհի Մեջլումյան, Արմ ռադիո։ Մոսկվայի Պուշկինի հրապարակում եւ Նոր Արբատում ընդդիմության ցույցերը կարևոր են դարձել ընդդիմադիր շարժման համար, հայտարարում են քաղաքագետներն ու հենց ցույցի մասնակիցները։ Միաժամանակ շատերը համաձայն են այն տեսանկյունին, որ Ռուսաստանում ընդդիմությանն անհրաժեշտ է նոր նախագիծ մշակել եւ նոր առաջնորդներ փնտրել։ Նախագահական ընտրություններից հետո ընդդիմության մարտի ցույցերը դարձել են թվով ամենափոքրը։ Պատճառը ընդդիմադիր ծրագրի օբյեկտիվ տապալումն է եւ այն, թե ինչպես են այն իրականացրել ընդդիմության ղեկավարները, կարծում են ռուս փորձագետները։ Իսկ ինչպիսին է օբյեկտիվ գնահատականը, կներկայացնի Սոնա Կարապետյանը։ Ռուսաստանում նախագահական հետընտրական շրջանում ընդվզման ակտիվությունը կարծեք թե սկսեց նվազել։ Բազմիցս հայտարարվող մարտի 10-ին Մոսկվայի կենտրոնում ոչ համակարգային ընդդիմության հանրահավաքը չի հավաքել սպասվող մասնակիցների նույնիսկ կեսը։ Ընդդիմության առաջնորդները այդպես էլ չկարողացան հասարակությանն առաջարկել հստակ ու համաձայնեցված այլընտրանք գործող իշխանությանը։ Այդ առաջընթացն առավել վառ ներկայացրել է Պուշկինի հրապարակի ցույցը, երբ սուլում էին ոչ միայն ելույթ ունեցող ազգայնականների դեմ, այլև ընդդիմադիր դաշտում հայտնի Բորիս Նեմցովի եւ Ալեքսեյ Նավալնու։ Սուլել են նույնիսկ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի դեմ, որը գնացել էր ընտրության լիբերալ ծրագրով եւ զբաղեցրել արդյունքում 3-րդ տեղը։ Թերևս առավել արմատացած է տրամադրված ձախճակատի ղեկավար Սերգեյ Ուդալցովը, ով մտադիր է հասնել բողոքի նոր զանգվածային ակցիայի կազմակերպմանը։ В России возник кризис легитимности власти, поэтому мы договорились продолжать нашу кампанию. Ռուսաստանում առաջացել է իշխանության լեգիտիմության ճգնաժամ։ Դրա համար էլ մենք պայմանավորվել ենք շարունակել մեր կամպանիան։ Այն չի ավարտվել նախագահական ընտրություններից հետո, այն նոր որակ է ստանում վերածվելով հանուն ազնիվ ընտրությունների քարոզարշավից դեպի հանուն ազնիվ լեգիտիմ իշխանության կամպանիայի։ Մենք պայմանավորվել ենք, որ Վլադիմիր Պուտինի երդման արարողությանն ընդառաջ պետք է փորձենք Մոսկվայում մեկտեղել բողոքի ամենախոշոր ակցիան ողջ վերջին ժամանակահատվածում, որը կրելու է պայմանական անվանում միլիոնների երթը։ Մենք կարող ենք անժամկետ ակցիա սկսել, չհեռանալ ոչ միտեղ, բայց ամեն ինչ պետք է օրենքի սահմաններում լինի։ Սերգեյ Ուդալցովը ցույցից հետո հրաժարվել էր հեռանալ հրապարակից, ինչն էլ ոստիկանության հետ կոնֆլիկտի էր հանգեցրել։ Սա մեծ դժգոհություն է առաջացրել հանուն արդար ընտրությունների շարժման կողմնակիցների շրջանում եւ շատերը նույնիսկ դա պրովոկացիա են անվանել։ Այդ ամենը ցույց է տվել, որ ամբողջ ժամանակի ընթացքում ընդդիմությունը ոչ մի կերպ էվոլյուցիայի չի ենթարկվել։ Իսկ ցույցի եկող մարդկանց արդեն պետք չէ միայն ընդդիմադիր գաղափարախոսություն եւ նրանք համաձայն չեն խաղալ ուրիշի քաղաքական խաղերը, կարծում է քաղաքագետ Ալեքսեյ Ցիպկոն։ Когда городской избиратель увидел, кто и как использует их протест, Երբ քաղաքացի ընտրողը տեսել է, թե ով եւ ինչպես է կիրառում ցույցը, ապա հասկացել է, որ այն օգտագործում են քաղաքական պրովոկացիայի համար։ Հասկանալի է, որ ընդդիմության ներկայացուցիչները չեն արտացոլում երկրի շահերը եւ այդ գործում ոչինչ չեն հասկանում։ Стало ясно, что эти люди не отражают интересы страны, ничего, собственно, не понимают. Փորձագետները մատնանշում են այն, որ երկար տարիների ընթացքում ընդդիմության համար կարևոր խնդիր է եղել միասնական ղեկավարի բացակայությունը, ով կկարողանար ամրապնդել եւ ուժեղ դարձնել այն։ Դեկտեմբեր-մարտի իրադարձությունները ցույց են տվել, որ ղեկավարի հարցումը, որ կկարողանար ձևավորել հասարակության լիբերալ մասի հստակ պահանջները, չի կարող բավարարվել։ Մեկնաբանում է քաղաքագետ Լեոնիդ Ռադզիխովսկին։
Лидера нет и оппозиции нет, если так совсем коротко. Չկա ոչ առաջնորդ, ոչ ընդդիմություն եւ դա հասարակ պարակտում չէ։ Մեր ընդդիմությունը տրամագծորեն բևեռացված է։ Ընդդիմադիր շարժման վետերան Էդուարդ Լիմոնովը Նեմցովին պրովոկատոր է անվանում։ Նրա մասին ավելի չարակամ են արտահայտվում ազգայնականները, որոնք կազմում են ընդդիմության շատ կարևոր մասը։ Վերջին ցույցի ժամանակ նրանց թիվը մեծ է եղել։ Ներքին հակասությունները, փոխադարձ դժգոհությունը, ատելությունը, մրցակցությունը ավելի շատ է, քան հենց նույնի ընդդիմության եւ իշխանությունների միջև։ Значительно выше, чем той же самой оппозиции с властью. Ռուսաստանում ընդդիմության գրեթե բացակայությունը վկայում է իշխանությունների վարած քաղաքականության։ Դրա վառապացույցն այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո բարձրացված բողոքի ալիքի հեղինակները ոչ թե քաղաքական գործիչներ էին, այլ հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, քաղաքական ակտիվիստներ, բլոգերներ, նկատում է հայ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Դա ստեղծեց միայն այն պատճառով, որ մինչև այդ Ռուսաստանի իշխանությունները պարզապես գրեթե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները լիովին թույլատրել են եւ դա բերեց նրան ինչ որ բերեց։ Նախագահական ընտրություններից հետո, որոնք որ թվում է թե որոշ չափով նորմալ արդեն եւ նաեւ դեկտեմբերյան այդ իրավիճակից հետո փորձից ելնելով Ռուսաստանի իշխանությունները ավելի լավ անցկացրեցին, քան դեկտեմբերյան խորհրդարանական, հասկանալի է, որ այդ իրավիճակից հետո երբ որ իրականում կայացած ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ կամ ուժեր չկային, հասկանալի որ այդ հասարակության մակարդակով այդ ընդրությունը միանգամից նվազեցվեց եւ բերեց նրան, որ գրեթե հիմա մենք չենք տեսնում այդքան լուրջ ընդդիմադիր ինչ որ քաղաքական ուժեր Ռուսաստան։ Նոր Արբատի վերջի ցույցի գլխավոր հերոս են դարձել ինքնաառաջադիր հաղթողները եւ մունիցիպալ ընտրությունների հաղթողները։ Հենց նրանց է առավել ակտիվորեն աջակցել հանրությունը եւ հենց նրանց ելույթներն են առաջացրել փորձագետների եւ սոցիալական ցանցերի օգտատերերի ամենից շատ դրական արձագանքները։ Առաջին անգամ բեմից հնչել են կոնկրետ կոչեր՝ գործով զբաղվել, թեկուզ սեփական բակում։ Այնուամենայնիվ ցույցն ավարտել է ավանդական նախադասությամբ, որ մենք կրկին կգանք եւ Սերգեյ Ուդալցովի առաջարկով մայիսի 1-ին միլիոնանոց երթ կազմակերպել Մոսկվայի ցույցի դուրս բերել 1 միլիոնից ոչ պակաս մարդ։ Թերևս սցենարի նման զարգացմանական անտեսնենք լինում թե հեռուստատեսությամբ, թե հայկական իրականության մեջ, երբ ընդդիմադիր ուժերը ոտքի են կանգնեցնում ժողովրդին սեփական նկատառումներն ունենալով, հաճախ նույնիսկ մարդկանց օգտագործելով վահան, բառի բուն եւ փոխաբերական իմաստով։ Այդուհանդերձ պետք է հիշել, որ մարդիկ իրենք են սեփական որոշում կայացնում, ում հետևից գնալ եւ ուր։ Սոնա Կարապետյան, Arm Radio։ Al Jazeera արաբական հեռուստաընկերության լրագրողները դուրս են գալիս աշխատանքից, քանի որ համաձայնությունների չեն հասնում ղեկավարության հետ կապված Սիրիայի իրավիճակի լուսաբանմամբ։ Փաստերի խաբեությունը, ճշմարտության չբացահայտումն ու ակնհայտ ապատեղեկատվությունը լրագրողները գործի են դնում բոլոր հնարքները հեռուստադիտողի մոտ Սիրիայի իրավիճակի կեղծ տպավորություն թողնելու համար։ Բայց ոչ բոլոր լրագրողներն են համաձայն չարաշահել լրագրողական էթիկայի կանոնները։ Արդեն 1 տարի է, ինչ Սիրիայում հակակառավարական ելույթներ են, եւ եթե նախկինում Եգիպտոսի եւ Լիբիայի ֆոնին Սիրիան չի եղել միջազգային քաղաքականության կենտրոնում, ապա հիմա բոլոր տեղեկատվական հաղորդումները սկսվում են լուրերով Դամասկոսից, սակայն այնտեղից հակասական տեղեկություններ են ստացվում։ Իրավիճակին արևմտյան հանրության հայացքը շատ հարցերում պայմանավորված է Al Jazeera եւ Al Arabiya արաբական հեռուստաալիքների նյութերով, բայց պաշտոնական Դամասկոսը հաստատում է, որ այդ ալիքները Սիրիայի դեմ տեղեկատվական պատերազմ են վարում։ Դրա մասին էլ Ռուսաստան 24 հեռուստաալիքին պատմել է Լիբանանում Al Jazeera-ի նախկին լրագրող Ալի Հաշեմն է։ 1 տարի առաջ նա եղել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վկան, սակայն հեռուստաալիքի ղեկավարությունը նախընտրել է զբաղեցնել Բաշար Ասադի ռեժիմի հակառակորդների կողմը, ինչն էլ արտացոլվել է տեսանյութերում։ Դեմ հանդես գալով Սիրիայում իրավիճակի ոչ արդարացի լուսաբանմանը Ալի Հաշեմն ու իր 2 գործընկերները դուրս են եկել Al Jazeera-ից։ Սիրիայում ցույցերը հենց սկզբից էլ խաղաղ չեն եղել, արդեն այն ժամանակ այստեղ են եղել զինված մարդիկ։ Ես դա իմ աչքերով եմ տեսել։ Դա էլ դարձել է պատճառներից մեկը, որ ես թողել եմ իմ աշխատանքը Al Jazeera-ում։ Ես տեսել եմ զինված մարդկանց, որոնք Սիրիա են գալիս Լիբանանի սահմանից։ Նրանք ոչ մեկն էին, ոչ էլ 2, այլ տասնյակ մարդիկ եւ նրանք հակամարտության մեջ են մտնում կառավարական զորքերի հետ։ Ես այդ ամենը իմ աչքով եմ տեսել եւ կարիք չունեմ որևէ մեկից հարցնել, թե ինչպես է այդ ամենը տեղի ունեցել։
Փաստերի կոպիտ խախտումը եւ հեռուստառեպորտաժը կարող է նպաստել, որ հեռուստադիտողը սխալ պատկերացում կազմի Սիրիայում տիրող իրավիճակի մասին, բայց նման տեղեկատվական պրովոկացիաները չեն կարող խաբել մասնագետներին, մեկնաբանում է Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի փորձագետ Բորիս Դոլգովը։ Я сам дважды бывал в Сирии в августе 2011 и в январе 2012. Ես եղել եմ Սիրիայում 2011-ի օգոստոսին եւ 2012-ի հունվարին։ Al Jazeera-ն, Al-Qaeda-ն, CNN-ը եւ մի քանի այլ արևմտյան գործակալություններ Սիրիայի դեմ բացահայտ տեղեկատվական պատերազմ են վարում։ Դա բացահայտ ճշմարտություն է։ Օրինակ, մեր պատվիրակությունը եղել է Համայում։ Ցույցերը տեսել ի պաշտպանություն Բաշար Ասադի, բայց հաջորդ օրը մենք տեսնում ենք CNN-ի ռեպորտաժը, որտեղ հայտնվում է, որ մեր պատվիրակության վրա հարձակում է կատարվել եւ 2 հոգի է վիրավորվել։ Ես տեսել եմ արևմտյան թերթերը, որտեղ տպված է եղել ցուցարարների նկարը։ Դրա տակ էլ գրված է եղել. ցույցեր Բաշար Ասադի ռեժիմի դեմ։ Ես արաբերեն գիտեմ։ Ես ցուցարարների ձեռքին տեսնում եմ ցուցանակ, որի վրա գրված է. մենք սատարում ենք նախագահ Ասադին։ Այսինքն դա բացահայտ կեղծիք է։ Плаката. Мы поддерживаем президента Асада. То есть откровенная фальсификация. Իսկ ինչ նպատակ են հետապնդում արաբական եւ արևմտյան տեղեկատվական ծառայությունները, նույնպես գաղտնիք չէ, շարունակում է արևելագետ Բորիս Դոլգովը։ Сирия союзник Ирана. Սիրիան Իրանի համախոհն է։ Առաջին բանը, որ պետք է անել Սիրիայի եւ Իրանի թշնամիների համար, դա Սիրիան կործանելն է կամ այն առավելագույնս թույլատնելը։ Իրանն առանց Սիրիայի արդեն ավելի լուրջ հակառակորդ չէ։ Серьезный противник. Ռուսաստանը հույս ունի, որ Արևմուտքն ու տարածաշրջանի մի շարք երկրներ չեն խոչընդոտի ՄԱԿ-ի եւ արաբական պետությունների լիգայի կողմից հատուկ նշանակված Քոֆի Անանի առաքելությանը Սիրիայում։ Դրա մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Մոսկվայում ելույթ ունենալով մամուլի ասուլիսյուն նա ընդգծել է, որ միայն Ռուսաստանն ու Չինաստանը չէ, որ պետք է Բաշար Ասադին ազդանշան ուղարկեն Անանի առաքելության հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այլ անդամները նույնպես պետք է պահանջեն ընդդիմությունից արձագանքել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի խաղաղ առաջարկներին, այլ ոչ թե խթանեն իրավիճակի սրացմանը։ 3 անանը մեկնելով Դամասկոս եւ Սիրիայի հարևան երկրներ անվտանգության խորհրդին ներկայացրել է իրավիճակի մասին իր առաջին գնահատականները։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Գեցե ազատ եւ արդար անկաշար մամուլ է Հրանտ։ Մամուլն է թելադրում իրականությունը։ Այո, լրագրողները։ Ինչի մասին է սա խոսում։ Տեղեկատվական պատերազմի կամ սկսված արդեն տեղեկատվական պատերազմի պառակտության թե նավթադոլարները մտնում են արդեն մեդիա ոլորտ, բացատրեք։ Չէ, գիտեք, լրատվությունը միշտ կապված է եղել քաղաքականության հետ եւ մանավանդ միշտ կապված է եղել բիզնեսի հետ եւ տնտեսության հետ։ Այստեղ խոսել որ նոր է մտնում կամ նոր է դուրս գալիս, կարծում եմ Սիրիան նկատի ունեմ, այս կոնֆլիկտը նկատի ունեմ։ Այո, բայց համենայն դեպս իհարկե շատ կարևոր է, երբ որ Մերձավոր Արևելքի գլխավոր լրատվական հոսքերը ապահովող այդ հեռուստաընկերությունում նման կոնֆլիկտ է առաջանում եւ սա կնշանակի, որ որոշակի հոսքերը կառավարելու խնդիր են առաջացել, տեղեկատվական հոսքերը կառավարելու։ Արևմուտքը բավական երկար եւ բավական հաջողված իրականություններ է մատուցում իր հանրությանը, ստեղծված Մերձավոր Արևելքի հետ կապված, թե հարակից այլ տարածաշրջանների, այնուամենայնիվ եվրոպացիները կամ ամերիկացիները նրանք այդ տեղեկատվությունը ստանում են հենց այն հոսքերից, որոնք գալիս են այդտեղից։ Եվ երբ որ խնդիրներ են առաջանում այդ հոսքերի հետ, բնական է, որ պետք է փորձեն որոշակիորեն շտկել, որոշակիորեն հղկել, որպեսզի խնդիրներ հասարակության ներսում չունենան։ Եվ միշտ չէ որ այդ ամենը ստացվում է անել միանշանակ։ Մանավանդ երբ որ որոշ ժամանակ այդ լրատվամիջոցները աշխատում են իսկապես անկախ դաշտում եւ այնտեղ լրագրողները սովոր են լինում նյութերը մատուցել իրենց տեսակետից։ Հրանտ, մենք ունենք բավականին այսպես տարածված մի խոսք գողություն անողին եւ մեկ ուրիշ հանրահայտ մասնագիտության տեր մարդու բացահայտել ընդամենը 40 օր է տևում։ Հիմա ապա տեղեկատվության այս հոսքը, որը արևմուտքի կողմից ճնշում, եվրոպական երկրների կողմից ճնշում, լրիվ այլ պատկեր ներկայացնել Սիրիայում տիրող իրավիճակի ինչքան կարող է տևել։
Ժամանակը ցույց է տալիս, որ գողության բռնելը եւ ապատերկատվություն բացահայտելը դա իսկապես տարբեր գործընթացներ եւ կարող է բավական երկար տևել։ Այնուամենայնիվ այսօր շատ երկրներում կա հասարակություն, որ ամբողջությամբ լրատվության ապրանքն է, եթե կոպիտ արտահայտենք։ Ինչ ստացել են, ինչպես լսել են, այնպես եւ ընկալել եւ նմանատիպ պահանջներ են սկսում ներկայացնել իրենց իշխանություններին։ Սահմանավանդ աշխատող է այն պարագաներում, երբ որ հետաքրքրության աստիճանը շատ մեծ չի հասարակության մոտ։ Նրանք նույն ֆրանսիացիներին շատ հետաքրքիր չի, թե Սիրիայում ինչ է կատարվում իրականում։ Այնքան որ գլխավոր իմպուլսներ եւ թե ինչքանով իրենց երկիրը ներգրաված կլինի այդ ամենի մեջ։ Արևմուտքին ու Եվրոպային ակնհայտ է, որ հետաքրքիր չի, նրանք իրենց անելիքը անում են, ավելի շատ սա ուղղված է մեսեջ որպես արաբական աշխարհին։ Այո, բայց նույն Իրան, Սիրիայի եղբայրության տերմության միջև սեպ խրելուն։ Այո, բայց այդ կարծես թե բավականին լավ կերպով իրականանում է։ Համաձայն եմ, բայց մասնակի, որովհետև այնուամենայնիվ Al Jazeera-ն կամ այն գլոբալ ինֆորմացիոն լրատվական գործակալությունները նրանք չեն հանդիսանում տեղի բնակչության համար գլխավոր տեղեկատվության աղբյուր։ Այնտեղ կա ավելի խոշոր, ավելի փորձված միջանձնական հարաբերություններից սկսած կամ տեղական լրատվամիջոցներից, որոնք ավելի վստահելի են եւ որոնք ընթերցելով մարդը, որ ապրում է այդ իրականության մեջ, կարողանում է զանազանել որն է քարոզչություն եւ որն է իրական տեղեկատվություն։ Այո, բնական է, որ եթե քարոզչությունը լավ աշխատի եւ նպատակաուղված աշխատի, կարող է ցանկացած խնդիր լուծել։ Ընդ որում սևը սպիտակ ցույց տալ, չգիտեմ, մեծը փոքր եւ հակառակ բոլոր հնարավորությունները կան, եթե դա ուղղորդված աշխատանք է տարվում։ Սակայն ժամանակ առ ժամանակ լինում են նաեւ նման կազուսային դեպքեր, երբ որ լրատվական դաշտը այնքան ուժեղ չէ, որպեսզի փակի նաեւ մրցակիցների տվող տեղեկատվությունը։ Հաղթում է ինչպես միշտ ուժեղը, ինչպես Ռուսաստանի եւ Վրաստանի պարագայում էր, թե տեսեք, հենց իմ նշած օրինակներից մեկն է, երբ որ Վրաստանը առաջինը հարձակվեց Օսեթիայի վրա, հասավ մինչև Ցխինվալ, այնտեղ ավերածություններ եւ այլն, բայց միջազգային հանրությունը քննադատեց ագրեսիայի համար քննադատեց Ռուսաստանին։ Այո, այստեղ կար հստակ խնդիր եւ այն է, որ CNN-ը եւ BBC-ն, որ ավելի գլոբալ են, խոսում էին այն մասին, որ մեղավորը հենց Ռուսաստանն է։ Արդյունքում Ռուսաստանը այդպես ճանաչվեց եւ դա այն տեղեկատվությունն է, որ ուզում էր նաեւ լսել արևմտյան հասարակությունը։ Ճիշտ ներկայացնել մարդուն այն ինչ ուզում է լսել, որոշակիորեն խեղաթյուրելով փաստերը եւ դուք ունենաս այն հասարակությունը, ինչ որ քեզ պետք է։ Հրանտ, այսինքն ինչ ուզեն այն կանեն գերտերությունները մի երկրի մասին ներկայացնելով տեսանյութ լրիվ այլ տեսանկյունից։ Կարծում եմ, որ ինչ ուզեն չեն կարող անել եւ փաստորեն բացահայտում է ցույց տվեց, որ բացահայտ կարող են ստեղծել։ Այո, եւ դա հիմք համարելով փոխել ինչ որ ռեժիմ։ Կարելի է այդպես անել, ինչպես նաև եղավ Իրաքի դեպքում, ինչպես կա հիմա Ռուսաստանի նույն նախագահական ընտրություններին հետևող տարածաշրջանում, Իրաքի դեպքում համոզեցին ամբողջ աշխարհին, որ Իրաքը ունի միջուկային զենք, պատերազմ սկսեցին եւ վերջացին կներեք չուներ։ Բայց ամենայն դեպս այն սոցիալական բազան, որ անհրաժեշտ էր աջակցության համար այդ պատերազմը սկսելու, տեղեկատվական հոսքերը ապահովեցին, կարողացան ստեղծել այդ բազան։ Շատ կարևոր է, որ նման հարցերում, այսպես ասած, խոսելի չլինելու համար, շատ կարևոր է, որպեսզի ոչ մի լրատվական գործակալություն կամ ոչ մի ուժ քաղաքական չմոնոպոլիզացնի աշխարհը, այդ տարածաշրջանը կամ այդ իրականությունը, որի մասին լուսաբանվում է։ Եթե կան երկրորդ կարծիք, վստահ եմ այդ երկրորդ կարծիքը ուշ թե շուտ լսելի կլինի, ինչպես տեղի ունեցավ կոնկրետ մեր ռեպորտաժում հնչեց դեպքի հետ կապված։ Դե երկրորդ կարծիք ուներ WikiLeaks-ը, որին ուղարկեցին Ռուսաստան հաղորդում վարելու Ասանժին։ Համաձայն եմ, բայց տեսեք WikiLeaks-ը ինչքան մեծ նախ ճեղքեց ինֆորմացիոն բլոկադա, մեղմ ասած, բացահայտեց Ամերիկայի դիվանագիտական տարբեր մեթոդներ եւ այլն, բայց այնուամենայնիվ նա դարձավ գործոն, նա դարձավ տեղեկատվական գործոն եւ սկսեց ինքը կառավարել որոշակի հոսքեր։ Հասավ այն աստիճան, որ WikiLeaks-ի հեղինակությունը բարձրացվեց այն աստիճանի, որ այնտեղից հնչող դեզինֆորմացիան արդեն կարող է շատ հստակ ընդունվել որպես սովորական եւ ճշմարտացի իրականություն։ Նորից պետք է հիշենք մեր իմաստուն հեքիաթը, որտեղ ասվում է, որ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Այո, բայց այս դեպքում Սիրիային չես նախանձի, ոչ էլ Իրանին։ Համաձայն եմ, բայց նաեւ պետք է ասել, որ թույլը, երբ որ գիտակցի իր եղած ուժերը եւ ճիշտ կառավարի այդ ուժերը կարող է նաեւ շատ ուժեղ հակահարված հասցնել։ Հաշվի առնելով երրորդ հազարամյակը։ Այո։ Շնորհակալություն այսքանը։
Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Բարեկամներ, Երևանում 18:40 րոպե FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Չեխովի դպրոցի շուրջ ծավալված աղմուկի իրական եւ հորինված պատճառները։ Փլուզվել է անշարժ հուշարձանի մի մասը։ 67 աղանդավորական կառույց, դրանք չեն շատանում, բայց ակտիվանում են։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Մամուլում եւ տարբեր սոցիալական ցանցերում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում մշտապես տիրող դրամահավաքությունը հասնում է աստղաբաշխական թվերի։ Ըստ տարբեր տվյալների յուրաքանչյուր աշակերտից գանձվում է մինչև 100,000 դրամ։ Սրան գումարած համացանցում հայտնվել է նաև Չեխովի դպրոցում աշխատած ռուսաց լեզվի մասնագետ Անաստասիա Բայկալովայի բաց նամակն ուղղված Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին։ Նամակում ուսուցչուհին մասնավորապես ներկայացրել է դպրոցում տիրող տրամադրություններն ու պարտադիր դրամահավաքությունները։ Ինչպես նաև անդրադարձ է եղել այն մասին, որ Անաստասիա Բայկալովան տնօրենի կողմից դպրոցից հեռացվել է, քանի որ հրաժարվել է զբաղվել դրամահավաքությամբ, ինչը ըստ նամակի դպրոցում կիրառվում է վաղուց։ Իրականում ինչ է եղել եւ այս ամենին ինչ լուծում է տրվել, Լուսինե Նորեկյանի անդրադարձում։ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջում օգտատերերից մեկը տեղադրել էր ռուսաց լեզվի ուսուցչուհի Անաստասիա Բայկալովայի բաց նամակն ուղղված Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին։ Մասնավորապես օգտատերը կոչ էր անում նախարարին ընթացք տալ նամակում նշված կաշառակերությանն ու ուսուցչին անհիմն աշխատանքից հեռացնելու գործին։ Կոչը չուշացավ եւ Արմեն Աշոտյանը գործին ընթացք տվեց։ Վիրտուալ դիմումը ստացել եմ եւ նաեւ արձագանքել եմ, որ ընթացք ենք տալիս քաղաքապետարանի հետ միասին ենք աշխատում, քաղաքապետի հետ ես քննարկել եմ այս խնդիրը, այնտեղ որքանով որ այս պահին պարզ է դառնում ինձ, խնդիրը դրած է միջանձնային հարաբերությունների մեջ, ինչը սակայն կապ չի ունեցել աշխատանքից ազատելու հետ, այսինքն աշխատանքից ազատման հիմքերը իրավական կարծես թե ուրիշ են։ Ավելին նախարարը վստահեցնում է, որ Անաստասիա Բայկալովային դպրոցից հեռացնելու հիմնական պատճառը եղել է ուսուցչուհու համապատասխան կրթության բացակայությունը, իսկ Անաստասիա Բայկալովան էլ Արմ ռադիոյի հետ զրույցում նշում է, որ ինքը իր աշխատանքի ընթացքում կարողացել է ձեռք բերել աշակերտների եւ ծնողների վստահությունն ու սերը, որն էլ խոսում է այն մասին, որ Անաստասիա Բայկալովան իր մասնագիտական գիտելիքներով չի թերացել։ Дело в том, что Галина Георгиевна начала меня вытравлять и очень грубо и систематично давила, делала замечания очень грубые. Замечания в такой форме, что я плохой преподаватель. При этом Галина Георгиевна посетила половину урока. То есть она была за все полгода была только на половине урока моего одного. А при этом она себе позволила делать очень грубые замечания. На тот момент я еще очень уважала ее мнение, и поэтому я прислушивалась ко всему, что она говорила. Я исправляла все ошибки, я не реагировала на то, что это было, в какой форме это преподносилось. Однако это продолжалось. В какой-то, видимо, Галина Георгиевна решила, что этого недостаточно, и начала распускать клевету обо мне, различную. Очень-очень грязную. Она попыталась компрометировать меня перед лицом родителей моих учеников. Բաց նամակում ուսուցչուհին մասնավորապես նշում է այն մասին, որ տնօրենը դպրոցը վերածել է փողաշխատելու վայրի, որպես օրինակ բերում է այն, որ յուրաքանչյուր երեխայից ամսական հավաքվել է 4000 դրամ ճակերտավոր լրացուցիչ անգլերեն պարապելու համար, իսկ այդ դասերը չեն գրանցվել ոչ մի մատյանում։ Անաստասիա Բայկալովան նաև վստահեցնում է, որ ծնողները ստիպված են եղել մուծել այդ գումարը, չստանալով դրա դիմաց անհրաժեշտ արդյունք։ Ուսուցչուհին նաև ավելացնում է, որ աշխատանքից հեռացնելուց հետո էլ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը իրեն հանգիստ չի տալիս։ Галина Георгиевна позволила себе, после того, как я уже ушла из школы и начала работать в другом месте с образованием и со школой уже никак не связанным, она попыталась испортить мне жизнь и дальше. Она начала звонить моему нынешнему руководству и говорить о том, что я должна быть уволена. Вы понимаете, что если человеку не дают жить и работать спокойно, он не может не отреагировать. Я считаю, что это нормально, это правильно. Բաց նամակը աղմուկ է բարձրացրել համացանցում, որին ի պատասխան կրթության եւ գիտության նախարարը հայտնում է, որ ահազանգը ընդունվել է եւ քաղաքապետի հետ քննարկվելուց հետո խնդիրը ընթացք է տրվել։ Իսկ ինչու քաղաքապետարանի հետ, քանի որ դպրոցը գտնվում է հենց այդ կառույցի ենթակայության տակ, այստեղ քաղաքապետարանը եւս չուշացավ եւ պաշտոնապես հրապարակեց իր որոշումը։ Անաստասիա Բայկալովան ընդունվել է աշխատանքի Չեխ
Չեխովի անվան համար 55 դպրոց որպես դասվար 2011 թվականի սեպտեմբերի 1-ից։ Նա ունի բակալավրի աստիճան հոգեբանություն մասնագիտությունից, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության ստուգումներից հետո պարզվել է, որ նրան աշխատանքի ընդունելով խախտվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համար 26 հոդվածը, համաձայն որի ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ունի համապատասխան որակավորում կամ վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Արդյունքում Անաստասիա Բայկալովան ազատվել է աշխատանքից։ Անշուշտ քաղաքապետարանի հրապարակած որոշումից հետո փորձեցինք կապ հաստատել դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանի հետ, բայց ապարդյուն։ Օրեր շարունակ տնօրենը տարբեր պատճառաբանություններով չէր արձագանքում մեր հեռախոսազանգերին։ Ինչևէ, քանի որ Գայանե Սողոմոնյանի հետ կապ հաստատվել չհաջողվեց, այդ պատճառով մեկնաբանությունները թողնում ենք ձեզ։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Մի քանի օր առաջ փլուզվել է Մոզրովի քարանձավի առաջին մուտքը։ Այս մասին հայտնել է նաև Հայաստանի Հանրապետության արտաքին իրավիճակների նախարարությունը, տարածելով հետևյալ հայտարարությունը։ Մարտի 13-ին ժամը 12:35-ին Վայոց ձորից տեղեկատվություն է ստացել, որ Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում։ Քարանձավում առաջին մուտքից 20 մետր հեռավորության վրա փլուզվել է մոտ 50-ից 70 խորանարդ մետր հողազանգված մասնակի փակելով երկրորդ մուտքը։ Զոհեր եւ տուժածներ չկան։ Նշենք, որ Մոզրովի քարանձավը Հայաստանի կառավարության որոշմամբ ընդգրկված է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Թեմային առավել մանրամասն անդրադարձել է Նունե Ավետիսյանը։ Վերջին տարիներին տուրիստական խմբերի եւ արշավախմբերի կողմից մեծացել է հետաքրքրությունը Հայաստանում քարանձավների նկատմամբ։ Ահա դրանցից մեկը՝ Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում գտնվում է Մոզրովի քարանձավը, որը հայտնաբերվել է 1973 թվականին գյուղ տանող ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ։ Սակայն վերջին շրջանում քարանձավի փլուզման մասին աղմուկ բարձրացավ։ Մասնավորապես մարտի 13-ին արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հայտարարությանը հաջորդեցին մշակույթի նախարարության եւ բնապահպանների արձագանքները։ Քարանձավագիտության կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանի խոսքով սա Մոզրովի քարանձավի երկրորդ փլուզումն է, առաջինը եղել է դեռևս Խորհրդային Միության ժամանակ, հավելելով, որ ոչ այն ժամ, ոչ էլ հիմա ոչ ոք ուշադրություն չի դարձրել քարանձավներին, քանի որ վերջիններից փլուզումից փրկելու համար մեծ ներդրումներ են պահանջվում։ Ճաքերը եւ կախված քարերը չափազանց շատ էին։ Եթե հնարավորություն լիներ ժամանակին այդ քարերը քարաթափ անել եւ ապա տարհանել այնտեղից, ապա վտանգները շատ ավելի քիչ կլինեին։ Այստեղ մեղավոր փնտրելը անիմաստ է, դա պարզապես երևույթներ են բնականon, երբ արդեն փլուզված է, ճաքերը կան, քարերը կախված են, ջրերի գարնանային այս հալոցքի հետևանքում թուլացել են բաները, գրավիտացիայի ուժի հետևանքով պիտի այդ ծանրությունները ընկնեին ցած։ Սակայն բնապահպան Գոռ Հովհաննիսյանի խոսքով իրենք դեռևս 2 ամիս առաջ էին տեղյակ պահել մշակույթի նախարարությանը հավանական վտանգի մասին, իսկ արդեն փլուզումից հետո նույնիսկ ահազանգել են, սակայն նախարարության աշխատակիցները հերքել են այդ փաստը, ասել է, որ նման ուսումնասիրություն դեռ չեն կատարել, շեշտեց Գոռ Հովհաննիսյանը։ Հայտարարել են, որ Մոզրովի քարաթափ փլուզումը տեղի ունեցել, նրանք ասել են սկզբում տենց բան չկա, հետո ուղարկել են իբր մասնագետներ, բայց մենք հետ երբ որ գնացինք վաղուցված յուներ նստած այնտեղ ոչ մի մոտ մարդու հետ ընդհանրապես չկար։ Հետո երբ որ իրանք հայտարարեցին, որ մասնագետները եւս մեկ անգամ ուսումնասիրել են տեղի ունեցել ստալակտիտների քարաթափ, նման բան նույնպես տեղի չի ունեցել, այնտեղ ստալակտիտներից ոչ մեկը վնասված չի։ Ես ձեզ կընդամենը մի փաստ կասեմ, երբ որ մենք գնացինք քարանձավը ուսումնասիրելու, մտանք այնտեղ ոչ մի զգուշացնող նշան չկար, մեքենան կանգնած էր քարանձավի մուտքի մոտ։ Մենք դուրս եկանք, զգուշացնող նշանը արդեն դրած էին, տեսնելով, որ ներքևը մարդ կա, չիմանալով թե ովքեր են, գուցե անփորձ մարդիկ են։ Չեն սպասել, նույնիսկ չեն իջել մեր ետևից, որ զգուշացնեն, ես ինչ եք անում, հեսա կարող առաստաղը քանդվի, ձեր գլխին ընկնի։ Բայց արիուտես, որ պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի ծառայություն ՊՕԱԿ-ի տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը ի պատասխան Գոռի հնչեցրած բեղադրանքներին վրթոված արձագանքեց, պնդելով, որ մի քանի անգամ մասնագիտական խումբ են ուղարկել եւ նրանք ուսումնասիրություններ են կատարել այնտեղ։ Ուրեմն ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մեր Վայոց ձորի մարզային կառույցի պատասխանատուները, Երևանացորի ճարտարապետը, պատասխանատու անձին, ամսի 12-ին, 13-ին այցելել են։ Ես չգիտեմ ձեր համար ինչպիսի հետաքրքրություն է
Անձավագետ Վահան Ղազարյանը, բայց ամսի 14-ին մեր փոխարինի ներկայացուցիչը Զաքյանը այցելել են, եզրակացություն են կազմել եւ մեր ասած կասկածի տակ դնել նրանց այցելությունը եւ մասնագիտական եզրակացությունը ինձ մոտ տպավորություն է, որ դուք պարզապես փորձում եք դրանով Հիմա թույլ տվեք պատասխանել։ Ես ուղղակի ուզում եմ հավատալ, որ դուք իսկապես մտահոգված եք։ Հիմա դուք կհավատաք, որ ես իսկապես մտահոգված եմ։ Տարբերություններ կարծում եմ շատ լավ պատկերացնում եք, հասկանում եք։ Ես պատրաստ եմ ձեզ տրամադրել Թերևս այս պարագայում այդքան էլ էական չէ, թե ով է ճիշտ, ով սխալ, քանի որ Քարանձավի մուտքի հատվածն արդեն փլուզվել է, եւ այս պարագայում պետք է հնարավորինս շուտ խնդրին լուծում գտնել, փրկելու պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված Քարանձավը։ Իսկ համասնագետը Սամվել Շահինյանը հաշվի առնելով զարգացած երկրների փորձը ելքը տեսնում է հետեւյալում. Հայաստանի քարանձավների փրկությունը, որոնք շատ մեծ շրջանառություն ունեն, ինչպես տուրիստական, ճանաչողական, այնպես էլ գիտական տեսանկյունից մի երկա, պարզապես դրանք տալ շահագործման։ Երկրորդ տարբերակ գոյություն չունի։ Իդեպ գաղափարին կողմնակից էր նաև բնապահպան Գոռ Հովհաննիսյանը, ավելին նա նույնիսկ գտել է բարերարներ եւ հավաքել անհրաժեշտ գումարը Քարանձավը փրկելու համար։ Որպես վնասել բնապահպան, ես պիտի որ դեմ լինեի քարանձավների շահագործելուն, գումարով մուտքը կազմակերպելուն, բայց տվյալ դեպքում դեմ չեմ, քանի որ միակ նորմալ տարբերակը Հայաստանում դա է։ Մենք միջոցները արդեն գտել ենք ֆինանսական եւ ռեսուրսներ ունենք այնտեղ շինարարություն անելու մուտքը փակելու համար, որպեսզի խոնավությունը վերականգնվի, կաթոցները սկսեն, եթե իհարկե դեռ ուշ չի, բայց մշակույթի նախարարությունը ասաց մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքային խումբը կկազմվի, դա 2 ամիս առաջ էր, ու դուք կսկսեք աշխատանքները։ Ես հույս ունեմ, որ կվերջացվի այդ աշխատանքային խմբի կազմավորումը։ Հուսանք, որ մշակույթի նախարարությունը շուտ կարձագանքի եւ Քարանձավի ապագան հերանեկարային կլինի, քանի որ մասնագետների խոսքով Հայաստանում առկա քարանձավները Մոզրովի, Արջերի, Մագելի եւ այլն կարող են խթանել туриզմի զարգացմանը, հատկապես այն բանից հետո, երբ նախորդ տարի միջազգային туриզմով զբաղվող մասնագետները շրջելով եւ ուսումնասիրություններ կատարելով Հայաստանում մեր երկիրը համարել են աշխարհում 3-րդը էքստրեմալ туриզմին հատուկ պայմաններ ունեցողների շարքում։ Նունե Ավետիսյան, Arm Radio։ Ցավալի է, բայց փաստ։ Հայաստանում այսօր գրանցված է եւ գործում է 67 աղանդավորական կառույց, որոնց կրկնակին գրանցված չեն։ Այս խառնաշփոթում կան նաեւ աղանդավորական շարժումներ, որոնք քողարկվում են հասարակական կազմակերպությունների կամ կրթական կառույցների անվան ներքո։ Մասնագետների փոխանցմամբ վերջին տարիներին նոր աղանդավորական կառույցներ բարեբախտաբար չեն ավելացել, բայց ակտիվացել են նրանց գործողությունները։ Այս շարժը երբեմն բացատրվում է առաջիկա ընտրություններով ու ցավալին այն է, որ այստեղ խայծը շատ հաճախ կուլ են տալիս նաև տարբեր կուսակցություններ։ Մանրամասները Լուսինե Նորեկյանի անդրադարձում։ Կոպիտ հաշվարկներով Հայաստանում ծպտված կամ բացահայտ ձևով աղանդավորական կազմակերպություններին անդամակցում է 300-ից 350 հազար մարդ։ Նրանք ակտիվ գործունեություն են ծավալում բոլոր ոլորտներում, հասարակական կառույցներից մինչև պետական։ Սակայն քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամալյանի փոխանցման մտահոգիչն այն է, որ նրանք փորձում են ներթափանցել նաեւ կառավարական համակարգ։ Այդ կերպ իրենց ներգրավվածությունն ապահովելով նաեւ խորհրդարանում։ Ալեքսանդր Ամալյանի փոխանցման վերջին շրջանում ակտիվացել են նաև տարբեր աղանդավորական շարժումների գործողությունները, որոնք պայմանավորված են առաջիկա ընտրություններով։ Մեր մոտ այսօրվա դուրսությամբ սկսվել է այդ բանակցությունը։ Ոչ թե սենսացիոն չէր մի հայտարարությունը, դա այն փաստը, որը կա։ Կյանքի խոսքի եկեղեցու ղեկավարը, կուսակցության մյուս ղեկավարը, մյուս կուսակցության քաղաքորդի անդամները միասին հավաքվում են նստում ռեստորանում, խոսում են ընտրությունների հետ կապված։ 22,000 հետևորդ ունի կյանքի խոսքը։ Արտուր Սիմոնյանը ասի, ձայնը տալիս է Հովհաննես Գալաջյանը, չնայած անհնարին է վերջի դատական պրոցեսները, կամ Վիգեն Խաչատյան, հավատացեք 100%-անոց այդ օրը ձայնը կտրվի։ Չկա այն հանգամանքը, որ ես այսօր ասեմ, քեզանց փող է կարում, բայց իրան ձայնը տամ, չես այդպես բան չի գործում։ Դիսցիպլինան շատ ժոստկի է։ Նման մոտեցումը Ալեքսանդր Ամալյանը պայմանավորում է նրանով, որ կրոնական խմբավորումների անդամներն ու առաջնորդները վաճառելով իրենց ձայները փորձում են հայտնվել քաղաքական դաշտում։ Սալի է վտանգներով, քանի որ աղանդավորական շարժումը այս կերպ հնարավորություն է ունենում մուտք գործել ազգային ժողով։ Իսկ այդ դեպքում ըստ Ամալյանի առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ պետությունը կորցնում է վերահսկողությունը աղանդավորական կազմակերպությունների նկատմամբ, եւ վերահսկողությունը օրենսդրական դաշտում դառնում է անկառավարելի։ Մենք ունենք
մի օրենք, որով հնարավոր է այդ կրոնական կառույցները ստուգումներ կատարել։ Հարկային օրենսդրությամբ պետական օրենքը որ կա ստուգումների մասին, այնտեղ նշված չեն կրոնական կառույցները ու կարելի է ստուգել։ То есть կրոնական կառույցները պետությունը պետության մեջ։ Շատ եմ ուսումնասիրել այն հանգամանքը, թե ոնց կարելի է բաժամիջոցները ենթարկել այն կրոնական կառույցները, որոնք ոտնահարում են, ցավոք ոչ մի ձև չկա։ Եվ ամեն ձևի բոլոր օրենսդրական նախաձեռնությունները կապած օրենքը հստակեցնելով միանշանակ դա տապալվում է։ Այնուամենայնիվ Ալեքսանդր Ամալյանը չբարձրաձայնեց այն կուսակցությունների անունները, որոնք այսպես ասված համագործակցում են աղանդավորական խմբերի հետ։ Ստեղծված իրավիճակից նաև քաջատեղյակի հայ առաքելական եկեղեցին Տեր-Կոմիտաս վարդապետ Հովնանյանը հավաստիացնում է, որ տարբեր կրոնական խմբավորումներ համագործակցում են կուսակցությունների ղեկավարների հետ, նպատակ ունենալով ընտրություններից առաջ շատ ձայներ հավաքել։ Պատասխանատուներից չեմ ուզում անշուշտ անունը նշել, ինքը կոչ էր արել երեք եկեղեցիների միացման եւ երեք եկեղեցիների միությամբ մոտ իրենց ասելով 300,000 ձայն կարող են ապահովել պայմանով, որ այն խմբակցությունը կամ կուսակցությունը, որը կօգտվի իրենց այդ ծառայությունից, պիտի նպաստի, որ իրենք ազգային ժողովում ունենան աղանդավորական շրջանակին պատկանող իրենց թեկնածուները։ Ուրեմն այսպիսի բան կար եւ նաեւ հայտնի է, որ որոշ կուսակցական պատասխանատուներ նույնիսկ գործարքի մեջ են այդ իմաստով, որոնց ձեռք կտան շուրջ։ Սակայն Տեր Խորեն Քահանա Մարուքյանը այլ կարծիքի է, որ գնալով ավելանում է առաքելական եկեղեցու հետևորդների թիվը։ Տեղեկություն են տալիս, ասում են 300,000-ի չափ եւ այլն, բայց հազիվ կարծում եմ 100,000-ի հասնի ընդամենը բոլորը միասին։ Ոչ մի աճել չկա, եթե դուք ուշադրություն դարձնեք այս օրերին, տեսնեք ինչ երիտասարդություն ու ժողովուրդ կապված է եկեղեցու։ Այսօր աշխուժությունը կա, եկեղեցին ինքը արդեն ահագին ուժեղանում, հաստատվում, ամրապնդվում է ժողովրդի մեջ։ Ինչևէ, փաստը այն է, որ կրոնական կառույցների գործունեությունը սպառնում է ազգի ինքնությանն ու անվտանգությանը։ Մասնագետները պնդում են, որ պետք է օրենսդրությամբ կանխել ու սահմանափակել աղանդավորական կառույցների գործունեությունը։ Միայն այս դեպքում խնդիրը լուծում կգտնի։ Լուսինե Նորեկյան, Արմ ռադիո։ Ամուսնանալ թե չամուսնանալ, այս է խնդիրը։ Շեքսպիրյան հարցը փոքր-ինչ ձևափոխելով ստանում ենք այսօրվա երիտասարդության առջև դրված կարևորագույն խնդիրներից ու որոշումներից մեկը։ Ինչու չեն շտապում մեր երիտասարդներն այսօր ընտանիք կազմել։ Այս հայատանչ հարցի շուրջ իր պրպտումներն է ներկայացնում Սոնա Կարապետյանը։ Եթե ռոմանտիզմն ավարտվում է ամուսնությամբ, ապա այդ պահից սկսվում է ռեալիզմը։ Ամուսնության պատճառները կարող են ամենատարբեր լինել՝ սիրո պատճառահետևանք, նյութական վիճակի բարելավում, որոշ դեպքերում քաղաքացիության ձեռքբերում, տարիքային հասունություն եւ այլն։ Վերջինի կապակցությամբ հարկ է նշել, որ մեր երկրում տարիքային ցենզի բարձրացում է նկատվում։ Սոցիոլոգիական հարցումները եւ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում հարսնացուները եւ փեսացուները միջինը ծերացել են 5-ից 6 տարով, նկատում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Հարսնացուի տարիքն է մեծացել։ Առաջ 20-22 տարեկան ամուսնանում էին։ Տղաներն 22-24 տարեկան։ Հիմա 27-ից բարձր են ամուսնանում միջինը։ Ես չեմ վերցնում չգրանցված ամուսնությունները կամ ձևական արևանգումներ, որտեղ հարսանիքի փող չունեն եւ այլն եւ այլն։ Դենց հարցեր կա։ Հոգեբանները տարիքային նիշի բարձրացումը բացատրում են այն հանգամանքով, որ երիտասարդությունը ընտանիք կազմելուց առաջ նախ ցանկանում է կայանալ թե կրթություն ու մասնագիտություն ձեռք բերելու, թե աշխատանք գտնելու եւ սոցիալական որոշակի բարեկեցության տեսանկյունից։ Կյանքը նաեւ ավելի բազմազան է դարձել եւ երիտասարդները չեն շտապում ընտանիք կազմել, երեխա խնամել եւ այլն։ Ավանդական համապատասխան տղա չկա, աղջիկ չկա պատճառաբանություններից բացի, հոգեբան Նարինե Իսրայելյանը նկատում է, որ մեր երկրում ժամանակի ընթացքում փոխվել է դեռահասության տարիքային շեմը։ 18 տարեկանն էր, երբ 18 տարեկանից հետո արդեն լիարժեք քաղաքացի էր համարվում
երիտասարդ, բայց մեծ մարդ։ Իսկ այսօր այդ դեռահասության ավարտը ձգվում է մինչև 21 տարեկանը։ Մեզ մոտ հաճախ ինստիտուտ են ավարտում, բանակ են գնում, բայց դեռ կոչվում են երեխաներ։ Եվ այստեղից է գալիս, որ 21-ից 22-ից հետո նոր սկսում են երիտասարդանալ եւ կարողանալ արդեն իրենց պատկերացնել որպես հասուն անձ, սոցիալապես հասուն անձ։ Ըստ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2011 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում գրանցված ամուսնությունների թիվը կազմել է 4604, ինչը 3.4% ավելի է, քան 2010 թվականի նույն ժամանակահատվածում եղած ամուսնությունների քանակը։ Այս տարվա տվյալները դեռ չեն ներկայացում։ Վիճծառայության տվյալների վերջին ուսումնասիրության համաձայն Հայաստանում ընդհանրապես չամուսնացած կանանց թիվը կազմում է 23%, տղամարդկանցը 30%։ Ահա թե ինչպիսի պատկերացում ունեն ամուսնության տարիքի, ամուսնանալու նախապայմանների մասին մեր համաքաղաքացիները։ Հիմա ավելի ուշ են ամուսնանում։ Կրոջս տղաները մեկը դարել է 50, ամուսնացած չի։ Մյուսը 48, էլի ամուսնացած չի տղաները։ Հիմա մարդիկ ավելի շատ նախընտրում են կրթվել, ինչ որ հաստատվել, նոր ամուսնանալ։ 26, 27։ Կոնկրետ մի 22-23 տարեկան աղջկան մի 27-28 տղային։ Այդ տարիքում արդեն բավականին հասունանում են։ Ես ուշ եմ ամուսնացել, 25 տարեկանում եմ ամուսնացել։ Այն ժամանակ ուրիշ էր, հիմա ջահելությունը ավելի հասկացող են, ավելի ոնց ասած ճիշտ են մոտիկանում։ Մտածում եմ, բայց հնարավորություն չունեմ։ Կոնկրետ տղամարդը, եթե գիտինքը չի կարող սեփական ընտանիքը պահել, դա ասենք հիմա տղամարդը չունի սեփական անկյունը, չունի սեփական աշխատանքը, ո՞նց կար ընտանիք կազմի։ Եթե ընտանիք կազմելուց հետո պիտի կարդեն երեխայի հարցը, մնացած մյուս սոցիալական հարցերը։ 23-ից 25։ Այնտեղ հիմա կրթության հետ համահունչ եւ նաեւ աշխատանքի հետ, որ դժվար է գտնվում։ Աշխատանք չունեն, ապրելու հնարավորություն չունեն, շատերը տուն չունեն։ Հիմիկվա աղջիկը ջահել աղջիկներին դուր չեն գալի ճիշտն ասած։ Վստահությունն է պակասում։ Հա։ Տարիքային ցենզի բարձրացումը մասնագետների կարծիքով հանգեցնում են ծնելիության նվազմանը եւ ապահարզանի հավանականության առաջացմանը։ Իդեպ վերջինի թիվը մեր երկրում վերջին տարիներին եւս աճել է։ 2011 թվականին ապահարզանների թիվը 9.6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ Ամուսնալուծությունների առավելագույն թիվը բաժին է ընկնում Երևանին, ապա Լոռուն, Սյունիքի ու Կոտայքի մարզերին։ Հոգեբան Նարինե Իսրայելյանը ամուսնության գրավականը տեսնում է ի սկզբանե համատեղ արարելու մտադրության մեջ։ Կարճ ասած, կարևոր է ընդհանուր նպատակ ունենալը։ Եթե զույգ ստեղծելու նպատակը դա միասին հաճույք ստանալն է, կյանքից շփվելն է, հարաբերություններ ձևավորելն է, այստեղ պարզ է, որ դժվարանում է այդպիսի զույգի համար ընդհանուր նպատակ ունենալը։ Իսկ եթե խնդիրը դրվում է զավակ ունենալը եւ այդ զավակին խնամելը միասին, իհարկե նաեւ ընկեր լինելը, ունենալը միասին հետաքրքիր ժամանց, այդ դեպքում արդեն նպատակը ավելի ռեալ է։ Ընտանիքի նպատակը ընդհանրապես հասուն մարդու նպատակը պիտի լինի հաջորդ կայացած մարդը ստեղծելը եւ լիարժեք ընտանիքի ներքո ստեղծելը։ Հարկ է մատնանշել մի կարևոր հանգամանք, որքան էլ ձգտենք շարժվել եվրոպական ինտեգրման ուղղությամբ, այդուհանդերձ մեր արժեհամակարգը դեռևս հայկական է մնում եւ ընտանեկան արժեքները շարունակում են գերակա լինել, նկատում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ուրեմն մեզ մոտ դեռ ընտանեկան արժեքները մնում են գերակա, տունը տաք լինի, կուշտ լինենք, հագնված լինենք, երեխեքին տան կրթություն, քարի փողն էլ մենք կուտակենք։ Մեր ավանդական ապրելակերպը, արժեքային համակարգը, նիստուկացը, կնոջ իդեալ կնոջ բան, որ ասում են ինչ աղջիկա, համեստա, դնողանողա, միանգամից այդ գծերն են ասում։ Մեկը չի ասում, որ IQ-ն 130 է։ Մեզ էլ մնում է միայն հիշել իմաստուն մարդկանց, ովքեր մոտավորապես այսպես են բնութագրել ամուսնությունը։ Դա կամքի ուժ է ու խիզախություն, զինվորական կարգապահություն, դժոխային համբերություն, ամենաբարձր մակարդակի դիվանագիտություն, ժողովրդավարության ցածր աստիճան, իմաստնության ու գիտելիք, սրտի կոչում, ինչպես նաև անսահման երջանկություն, շատ նուրբ ու փխրուն, եւ միայն ձեր իշխանության տակ է այն միասին պահպանել։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Հաղորդման այս հատվածում կարող եք լսել նաև մարզական լուրեր։
Կրկին ողջունում ենք Արբ ռադիոյի ունկնդիրներին եւ ներկայացնում մարզական թողարկումը։ Ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Առաջիկա րոպեներին կծանոթացնենք մարզաշխարհի առավել ուշագրավ թեմաներին։ Հայաստանում ազդարարվեց ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը։ Արցախցի մարզիկը հաղթեց պրոֆեսիոնալ ռինգում։ UEFA-ն չխնայեց Ռիբկային։ Այժմ նախատեսվածի մասին ավելի մանրամասն։ Երևանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած Հայաստանի գավաթի 2011-12 թվականների խաղարկության առաջին կիսաեզրափակիչը ազդարարեց մեր երկրում ֆուտբոլային մրցաշրջանի պաշտոնական մեկնարկը։ Դիլիջանի Իմպուլսը դաշտի տիրոջ կարգավիճակով 2-1 հաշվով հաղթեց երկրի գործող չեմպիոն Ուլիսին, որը ավելի տհաճ հաշվով պարտությունից խուսափեց խաղի վերջին րոպեին Արսեն Բալաբեկյանի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ։ Պատասխան հանդիպումը նախատեսված է ապրիլի 12-ին։ Մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Շիրակը եւ Միկան։ Լիլիթ Գալոյանը 15-րդ տեղը գրավեց Թուրքիայում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Դա մեր երկրի ներկայացուցիչների առավել բարձր արդյունքն է մրցաշարում։ Մրցակցային վերջին օրը կայացած 7-ից 11-րդ տուրերում Գալոյանը 5 հանդիպումներում տարավ 4 հաղթանակ եւ միայն 1 անգամ պարտվեց։ Հայաստանի երբեմնի չեմպիոնուհին կտրուկ բարելավեց մրցաշարային դիրքը եւ ելույթը ավարտեց 6.5 միավորով։ Նրանից կես միավոր պակաս վաստակեց 19-րդ տեղում հանգրվանած Լիլիթ Մկրտչյանը, որը 5 պարտիաներից 4-ը ավարտեց ոչ ոքի։ Ֆրանսիայի դրոշի ներքո հանդես եկած Էլմիրա Սկրիպչենկո Աղաբաբյանը 5.5 միավորով 46 մասնակիցների հաշվարկում 24-րդն է։ Իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Տատյանա Կոսինցևան, որը վաստակելով 9 միավոր, կես միավորով առաջ անցավ հայրենակցուհի Ալեքսանդրա Կոստենյուկից եւ գերմանուհի Էլիզաբետ Պաետցից։ Կոսինցևան, ինչպես հայտնի է, արծաթե մեդալ նվաճեց մի քանի օր առաջ ավարտված դասական շախմատի Եվրոպայի առաջնությունում, որի հաղթող Վալենտինա Գունինան այս անգամ միայն 9-րդն էր։ Մարտի 17-ին եւ 18-ին նույն քաղաքում կանցկացվի կայծակնային շախմատի եվրոպական ստուգատեսը։ Ռուսաստանի կրկնակի չեմպիոն արցախցի Դավիթ Հավանեսյանը տիտղոսային մենամարտի 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով քենիացի Ջեյմս Օնյանգոին նվաճել է կիսամիջին քաշային կարգում WBC կազմակերպության բռնցքամարտի ասիական խորհրդի թափուր տիտղոսը։ Միջազգային նշանակության առաջին հաղթանակը Արցախի Մարտակերտի շրջանում ծնված հայ մարզիկը տարավ Կրասնոդարում տեղի ունեցած 5 չեմպիոններ վերտարությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ժամանակ։ Ավանեսյանը WBC վարկածով աշխարհի չեմպիոն է երիտասարդների տարիքային խմբում։ Նա ռինգ է մտել Արա Գևորգյանի Արցախ երաժշտական ստեղծագործության հնչյունների ներքո, իսկ հաղթելուց հետո երկրպագուներին է ներկայացել Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշներով պարուրված։ Թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչում Դավիթ Նալբանդյանը 6-4, 5-7, 4-6 հաշվով պարտվելով համաշխարհային դասակարգման սատղակում երկրորդ տեղը զբաղեցնող իսպանացի Ռաֆայել Նադալին դուրս է մնացել հետագա պայքարից։ Կիսաեզրափակիչում Նադալը ուժերը կչափի շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի հետ, որը 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ։ Այս փուլի մյուս հանդիպմանը կմասնակցեն սերբ Նովակ Ջոկովիչը եւ ամերիկացի Ջոն Իզները։ Մեկնաբանելով Նալբանդյանի հետ մրցամարտը Նադալը նկատել է, որ երկրորդ սեթում մրցակիցը մի քանի սխալ կատարեց, որից օգտվելով էլ իրեն հաջողվեց նպաստավոր հուն տեղափոխել պայքարի ընթացքը։ Իսկ երրորդ սեթում Նալբանդյանը ակնհայտորեն հոգնել էր, թեպետ փորձում էր հավասար մրցակցություն մղել, ասել է Նադալը։ Ռոման Բերեզովսկին եւ Մոսկվայի Դինամոյի նրա թիմակիցները անվստահ են անցկացրել ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 35-րդ տուրի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի Զենիթի հետ։ Հյուրերը հաղթելով 5-1 հաշվով 70 միավորով ամրապնդվել են առաջին տեղում։ Դինամոյականները 59 միավորով երրորդ տեղն են կիսում Մոսկվայի Սպարտակի հետ, որը բեկխաղ պակաս է անցկացրել։ Այս խաղում Բերեզովսկուն 2 անգամ դարդացրել է Ալեքսանդր Կերժակովը, որի հետ Հայաստանի հավաքականի դարպասապահը հին հաշիվներ ունի։ Իսկ Հոֆենհայմ-Շտուտգարտ խաղը ազդարարել է գերմանական Բունդեսլիգայի 26-րդ տուրի մեկնարկը։ Շտուտգարտը առաջին խաղակեսում Վեդատ Իբիշևիչի խփած գոլերի շնորհիվ հաղթել է 2-1 հաշվով եւ վաստակելով 36 միավոր ընթանում է 7-րդ տեղում։ Հոֆենհայմը 30 միավորով 12-րդն է։ Մրցաշարային աղյուսակը 25 խաղում վաստակած 56 միավորով գլխավորում է Դորտմունդի Բորուսիան։
Ֆորմուլա 1 ավտոարշավի աշխարհի հերթական առաջնության անդրանիկ փուլը Ավստրալիայի մեծ մրցանակի խաղարկությունը առաջին շարքում կսկսեն McLaren թիմը ներկայացնող բրիտանացի Լյուիս Համիլտոնը եւ Lotus-ի ավտոմեքենան վարող ֆրանսիացի Ռոմեն Գրոժանը, որոնք լավագույն արդյունքն են գրանցել որակավորման մրցաշրջանում։ Ուկրաինայի հավաքականի եւ Կիևի Դինամոյի հարձակվող Անդրեյ Շևչենկոն հայտնվել է Միացյալ Նահանգների առաջնությանը մասնակցող Ֆիլադելֆիայի, Վանկուվերի եւ Չիկագոյի թիմերի տեսադաշտում։ Անվանի ֆուտբոլիստը օվկիանոսի մյուս ափին կարող է հայտնվել ամռանկայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ավարտից հետո։ Չինաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է ազգային հավաքականի ղեկը վստահել Ֆաբիո Կապելոին, որը փետրվարին հեռացավ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։ Ըստ որոշ տվյալների, ասիացիները տարեկան $8 միլիոն աշխատավարձով երկամյա պայմանագիր են առաջարկել ճանաչված մասնագետին, որն առայժմ չի շտապում դրական պատասխանել։ Նշվում է, որ Կապելոն խնդրել է մարզչական կազմում ընդգրկել նաև Անգլիայի հավաքականում եւ Մադրիդի Ռեալում իր հետ աշխատելու փորձ ունեցող Ֆրանկո Բալդինիին։ Կապելոյի հետ պայմանավորվածության չհանգելու դեպքում չինացիները մտադիր են բանակցություններ սկսել իտալացի մեկ այլ մարզչի Մարչելո Լիպիի հետ։ UEFA-ի կարգապահական կոմիտեն մերժել է դարպասապահ Ալեքսանդր Ռիպկայի որակազրկումը վերանայելու Դոնեցկի Շախտյորի միջնորդությունը։ Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար մարզիկին 2 տարով պատժելու որոշումը մնում է ուժի մեջ։ Սակայն Ռիպկան չի պատրաստվում հանձնվել եւ մտադիր է դիմել Լոզանի միջազգային մարզական դատարան։ Դարպասապահի օրգանիզմում հայտնաբերվել են մի դեղամիջոցի հետքեր, որոնք ուկրաինական ակումբի ներկայացուցիչների հավաստմամբ եղել են աննշան քանակությամբ։ Դեղամիջոցը նրանց խոսքերով օգտագործվել է քաշը կարգավորելու համար։ Իրականում այդ դեղամիջոցը խթանիչ չէ, սակայն թաքցնում է դոպինգի հետքերը եւ այդ պատճառով էլ արգելված է։ Արդեն տեղեկացրել ենք, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Դավթյանը դարձել է սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոն։ Մրցաշարի արդյունքները մեկնաբանում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոփյանը։ Ինչին էր միտված այս առաջնությունը, ինչ նպատակ էր հետապնդել։ Հիմնական նպատակն է Եվրոպայի առաջնության հավաքականի կազմը վերջնական որոշելու։ Եվրոպայի առաջնությունը մայիսին ալնելու Ֆրանսիայում, Մոնպելիե քաղաքում։ Բոլոր ուժով մասնակցում էին 40 մարզիկներ, մենակ մեծահասակներն էին, բոլորը սպորտի վարպետի ծրագրով էին մասնակցում։ Ինչ որ սուգողական պարամունքներն են, նույնը մրցումներին եղավ։ Ու կազմավորոշվեց Դավթյան Արթուր մեծահասակների թիմը, Ստեփանյան Վահագ, Վարդանյան Վահան, Մերդինյան Հարություն, Դավթյան Վահագ։ Մեծահասակների մեջ էր մեծ մրցակցությունը, այսինքն դեր Սողոմոնյան Սերոբ եւ Թովմասյան Արթուր։ Տղաները առանձին գործիքներում ուժեղ էին, ուղղակի թիմ չընկան։ Հիմա Կատարում լինելու է աշխարհի գավաթ մրցումներ, այս ամսվա մարտի 20-25-ը Սողոմոնյան Սերոբ ու Թովմասյան Արթուրը կմասնակցի աշխարհի գավաթի։ Վերջնականում հետո լավ արդյունքներ եղավ, լրիվ ուժերով ենք մասնակցում, Դավթյան Արթուրին կոնկրետ փորձում էինք բարդ էլեմենտներ էինք արդեն ավելացրել էինք, փորձեցինք 87 միավոր հավաքել, շատ լավ արդյունք։ Վարկանիշային մրցումներին ինքը 84.2 էր հավաքել, այսինքն 2 բալից ավել ինքը բարելավ էր իր տեղերը։ Թովմասյան Արթուրը հողների Հայաստանի չեմպիոն դարձավ, Դավթյան Վահագը լավ ուժեղ հողակների վարություն ունի, ուսում ենք խփի մեդալներ բերել։ Դավթյան Արթուրն իր հիմնական գործիքը գնացածն է, հույսներս գնում են որ մեդալ բերեն։ Որքանով է Հայաստանի առաջնությանը արտացոլում մարզիկների իրական ուժը։ Հիմնականում երևում է թե ուժեղը որն է, բայց օրինակ ես մի քիչ դժգոհ եմ, մի քիչ թույլ էին դատում, ես իմ ռեալ օբյեկտիվ տենալու։ Ասենք Արթուրը հավաքել է 87, բայց իմ կարտիկով 86-ը ռեալ հավաքող է, բայց ոչ 87։ Մի քիչ նուրբ են դատում, էդի մեջ մրցավարական պակասից է, որ երկու մրցավար ունենք միջազգային, այդ նուրբ է դատում, քան Եվրոպայի առաջնությունը։ Բայց ռեալ երևում է, ուժեղները երևում են։ Ուղղակի ես գնահատականների հետ կապված ասեցի, ավելի բարձր են մեր մոտ մի քիչ ստանում։ Ինչքան ուզում ենք որ օբյեկտիվ լինի, օրինակ գործիք կա որ լավ է, ասենք օղակների ես վստահ եմ, որ ստեղ ամենաբարձրը ստացել են 15 ամբողջ, բայց օրինակ գավաթին մի քիչ ավելի բարձր ստանում։ Գործիք կա մի քիչ նուրբ է դատում։ Դա մի քիչ գիտելիքների պակասած մեծ էությունն է, պետք է լրացնենք, մրցավարների հետ աշխատանքը կտանենք, արդեն պլանավորած է, որ մի քիչ խիստ դատել։ Հետաքրքրում է բոլորին Արթուրի մարզավիճակը։ Այսօր վիճակով լավ մարզավիճակում է, հենց արդյունքներ երևում է։ Թեթև վնասվածքներ ունի, թեթև, ասենք ցավեր կան, բայց մենք լուրջ
չի։ Եվրոպայից առաջ հավաք կանենք, ես ուզում եմ հենացածկերը բարձ փորձարկենք Եվրոպայի առաջնությանը, տենանք մեր շանսերը օլիմպիադայում թե ինչ է։ Օլիմպիադայում ինքը բազմամատ է անպայման անելու այդ գործի, բայց իր ակնհայտը մենք ավելի ուժեղ բանանց մարտացոլված հենացածկերն է, մենք հենացածկերն ենք հիմնական ուշադրությունը դարձնենք։ Օլիմպիադային Արթուրը հատուկ ծրագիր է կարծեմ պատրաստում, ինչ փուլում այդ ծրագրի իրականացում։ Սկզբնական փուլում է Հայաստանի առաջնությունից մենք սկսել ենք արդեն հատուկ իր առանձին ծրագրով անցնում հավաք կլինի, երևի 25 օր ուզում ինքը անենց հենացածկեր անի, որ աշխարհի ամենաբարձ հենացածկեր։ Եթե անելա, գոնե գնանք ֆինալի վրա։ Այսքանով էլ ավարտում ենք թողարկումը։ Մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում այսօր աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։